Խավելորդ չնշել, որ այս երկու գագաթաժողովները փոխկապակցված են։ Իհարկե, մի քիչ տարբեր օրակարգերով, մի քիչ տարբեր ինստիտուցիոնալ արժեքով, բայց փոխկապակցված գագաթաժողովերի մասին է խոսքը։ Ակնհայտորեն, երբ որ նշանակվում էր այս գագաթաժողովերի ժամկետը, դա եղել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքի բավարարում եւ միանշանակ նախընտրական համատեքստի հետ է կապված թայմինգը, հա, այսպես ասած։ Իհարկե, որևէ այլ փուլում այս գագաթաժողովները այլ նշանակություն կունենային, հիմա ակնհայտորեն եւ առաջին հերթին ծառայում են Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ շահերին։ Հիմա գանք մի քանի կարճ արձանագրումներ անելուն։ Առաջին արձանագրումը, որ ես ուզում եմ անել, դա այն է, որ հատկապես եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը Հայաստանը դարձրեց Եվրամիություն-Ռուսաստան պրոքսի պատերազմի տարածք։ Սա ակնհայտ է, բավական է հիշել մի առանցքային ելույթ, որ երեք հնչել է, ընդ որում մի քանի ելույթով է հնչեցրել այդ թեզերը, դա այսպես կոչված գաղափարական հիմնավորումները տվել է չէ Մակրոնը, ես Զելենսկու հարցով դա նորություն չէր։ Որ 8 տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ Նախ 8 տարի առաջ ոչ ոք չէր գա, կօգնենք, որ ռուսական զորքերը այստեղից դուրս գան, իդեպ այստեղ էլ բացահայտում է ակամայից Հայաստանի ինքնիշխանության թշվառությունը, հա։ Դա աննախադեպ ասում Նիկոլ Փաշինյան ինքնիշխանության մասին խոսելիս, ես կասեմ թշվառություն է, որովհետև տեսեք, երրորդ երկրի նախագահ որոշում է հայ-ռուսական հարաբերությունների ընթացքը կամ իրան իրավունք է վերապահում հնչեցնել նման հայտարարություններ։ Մակրոնի հայտարարությունները ցինիկ էին եւ թե իրականությունը աղավաղելու իմաստով, թե շեշտադրումների իմաստով։ Օրինակ հետաքրքիր է Մակրոնի կարծիքը լսել, եթե 8 տարի առաջ մենք ռուսական արբանյակ էինք, նաև իր ստեղծած ճարտարապետության բերումով, այսինքն 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, որտեղ կրկնում եմ առանցքային դեր նաև Մակրոնն է խաղացել, ում արբանյակն է Հայաստանը դարձել հիմա։ Ակնհայտորեն ոչ Եվրամիության։